Իմ ծննդյան վլոգը սկսվում է մեր վերելակից։ Ուզում եմ հիշեք դուք իմ մազերը սենց։ Ոչ ոք չգիտի ինչ է եկել այս խենթուկի մտքին։ Ու ասեմ, որ գնում եմ մազերս կտրելու։ Չգիտեմ ինչ եմ խելքին փչել։ Գիտեմ, որ հետո փոշմանելու եմ հնարավոր է, ափսոսալու եմ, բայց այս շիկարնի մազերը պիտի կտրեմ։ Վերջ, նաստալ տոտ չաս։ Գնացինք։ Այս կողմը շատ լավ է, այս կողմը դաց ոչինչ, ես ավել մաս չեմ եզմել հանանել, գնաց կտրում, փոշմանել չկա, ասեն, թենք հանեմ ես։ Պատրաստեք 3, 2, 1 գնացինք։ Знакомьтесь։ Բարև ձեզ YouTube-յան ալիքիմ շատ սիրելի հետևորդներ։ Մենք, ինչպես հասկացել եք վերնագրից, մեկնում ենք Լառնակա, ներկապահին Airport-ում ենք, անցել ենք ռեգիստրացիան ու գնում ենք, որպեսզի մեզ զննեն, ստուգեն, հանեն մեր վրայից գոտիները եւ այլն, ու չվենք տակ երկրներ։ Մայիսի միշտ շատ երկար են զննում, չգիտեմ խի։ Ասացի արի կլինի, այս անգամ դու շուտ գնա, որովհետեւ քեզ միշտ երկար են զնում։ Ինքը սկզբից գնաց, հետո ես, ու մեկը այս ավելի շուտ վերջացրեցի, քան ինքը։ Անցել ենք ռեգիստրացիան։ Կստացի չեմ հասկանում, երեխեք սազում է, ինձ չոլկաս, թե չէ։ Իրականում 5 տարի առաջ էլի ինչ չոլկայից կտրել։ Այն ժամանակ մտածում եմ, որ սազում է, հիմա չեմ հասկանում։ Իդեպ այս ընթացքում ես հասցրել եմ կորցնեմ իմ ամուսնական մատանիները, երկուսը, առաջարկության ու ամուսնականը։ Ովքեր ինստագրամով ինձ հետևում են, տեսած կլինեն, փնտրում ենք ու ահա որ հուսով եմ, որ կգտնենք։ Կխուրեմ քիչ, անտրամ, բայց հուսամ կանցնի։ Թե ինչ ես ընթացքում, որ ես հերթ էի պահել, իմ ամուսինը աշխարհի ամենալավ ամուսինը իմ համար սուրճաբերել։ Խմենք։ Հեռախոսով խոսում։ Ինչ ենք անում։ Համալոտ նստենք ու Եվ այսպես իմ ծննդյան տարեդարձի առաջին նվերը զմպրասլետիկա ու այստեղ գլոբուսա, սուրճի բաժակ, շեզլոնգ, ինքնաթիռ ու փուճուր չամադանչիկ։ Որոշել եմ, որ իրան միշտ ճամփորդությունների ժամանակ գրել եմ։ սպասում։ Բացեմ։ Չեմ ես թորի համար նկարել։ Հետևեք Մոնիկայի ստորիներին, որ ավելի շուտ տենակ։ Անպայման։ Սիրուն է շոտքի, շատ լավն է։ Աշեր։ Այո։ Մենք դեռ օդանավակայանի ներսում ենք, այսօ ձեզ դուրսն էլ ցույց կտամ, պետք է գնանք բարձենք ավտոմեքենա, ավելի շուտ արդեն բուք ենք արել, պետք է ուղղակի գնանք վերցնենք ու շարժվենք Լառնակայից դեպի Այանապապ, այդ ընթացքում պետք է մտնենք ինչ-որտեղ հաց ուտենք, սա էլ Պատուհանից այն կողմ, դուրս եկանք այրոպորտից, սպասում ենք, ես արդեն խոսեցել էի, ջվածվում էիր,
սպասում ենք ներկապահին, որ մեր հետևից տրանսֆեր կա ու գա ու տանի դեպի այն տեղը, որտեղից որ պետքա մեքենան վերցնենք։ Եղանակը հավեսը Ոչ շատ ցուրտ է, ոչ շատ շոկ է։ Գարուն ա լրի։ Հա։ Գնացինք։ Καλούνται σε απολογείο οι κατηγορούμενοι. Έρχεται η επιστολική ψήφος στις ευρωεκλογές και φέρνει αλλαγές. Με πρόταση νόμου που εξετάζει η Κοινοβουλευτική Επιτροπή Εσωτερικών καταγγέλνει τα εκλογικά κέντρα στο εξωτερικό. Νέα άγνωστη. Սիրուն են ծառերը ասենք։ Լսես նայի։ Այնքան հավես տներ կան, սեն սեփական, որ արժի մի հատ ստեղ տոն առնել։ Ինչ ենք անում։ Ինչ ենք անում։ Մեքենա ենք վերցնում։ Ստարենք լրացնում, հələ որ ավելի շուտ։ Լրացնենք, վերջացնենք, գնանք մեքենան վերցնենք։ Բարևներ։ Էս մեր մեքենան է։ Փաստորեն իրականում Իրականում պետք է լիներ Mazda 3, բայց ստեղ տեղում պարզվեց, որ Mazda 3 չկա ու պետք է Ford վերցնենք։ At the moment no, but when we have a question, we can call you. Enjoy your vacation. Okay, thank you so much. Bye. Bye. Ուրեմն եկանք McDonald's, հա, իմ քարտով։ Կարաս դրանով ստանաս, կարաս հեռախոսով։ Ինչով։ Ինչ պատվերներ արեցինք մի խոսքով, հիմա արդեն վճարում ենք, որ վերջապես հաց ուտենք։ Մայիսի փորձում գտնի իմ քարտը, որովհետև իրանը զալոգ ենք թողել մեքենայի տեղում։ Օրը։ Իհարկե առաջինը ինչ պետք է անենք, պետք է գանք McDonald's։ McDonald's-ում հաց ուտենք, սովորած մեռնում ենք 3-3 ենք վերջին անգամ հաց կերել։ Հիմա Հայաստանում ժամը 3-ի կողմերն է, այստեղ ժամը 1-ի կողմերն է։ Ինքը նոր-նոր եկել ենք մի բան ուտենք։ Մեր իմացած ամենալավ տեղը դա McDonald's-ն է։ Հիմա հələ որ։ Ինչեւ նա ֆրանկ տնենք հասկանանք ինչ կա вообще։ Այնտեղ ծովն է, չգիտեմ ստեղ է երևում, թե չէ, ասես մի քիչ կապույտ հարին է երևում։ Այս տեսարանով իրոք ստաց վայելում ենք։ Դուբայ, Աբու Դաբի, այնտեղ էլ էր զգացողությունները, ստեղ էլ է այդպես բանից, ինչ որ ապահովության զգացողություն կա, գիտես sense։ Օրինակ, որպես Եգիպտոսի զգացողությունը չունես։ Բայց ստեղ ու Դուբայ ինչ որ կա հետաքրքիր է։ Արեսկո բոլոն չէ՞ ո՞ն է։ Բալսամիկ։ Այ սարքի։ Ես համար աղցանով կոմբո եմ վերցրել, մայիսը ֆրիով։ Դա մեկ McDonald's է։ Դրանց օգտվել է։ Այս են գրադար ռեստորան։ Այսինքն որ ինքը առանձին տենց եղան։ Իսկ այն մեկը ոնց ինչ որ ֆուդ մեջ է։ Ապա Մոլի, հա, այդ։ Էլ չգիտեմ ոնց նկարագրել եմ իմ սերը McDonald's-ի հանդեպ։ Որով ինչ Հայաստանում եմ Ըստ Հայաստանում McDonald's չկա։ Հասանք մեր հյուրանոց, մայիս արդեն паркինգ է անում։ Молодец. Այո։ Я горжусь тобой. Ինչքան քշեց, երա մի 70 կիլոմետր քշեցի արդեն էլ։ Նոր ենք եկել։ Паркինգ արեցինք, հիմա հանգած ման են գալիս մեր ռեսեպշնը։ Դեպ արդեն շատ ենք հավանում մեր հյուրանոցի տարածքը։ Շատ ճիշտ հյուրանոց եմ ընտրել, որ արդեն ծովն է երևում։ Առաջին գիծ է մեր հյուրանոցը, ու պրամ ծովը հենց հյուրանոցի ափին։ Յանք ինձ թվում է այն կողմից է։ Ես ճիշտն ասած չհասցրեցի ռոմ տուր նկարեմ ձեզ համար, բայց եկեք մի հատ մեր
Համարից բացվող տեսարանը սենց ցույց տամ։ Իսկ հիմա դուրս են գալիս ման գալու։ Happy birthday to you. Просто când uciekis par hiljases būtos, es Happy birthday. Ապրես։ Բաշի։ Նորից կպավ։ Բարև ձեզ YouTube կանալի իմ շատ սիրելի հետևորդներ, այսօր իմ ծնունդն է, собственно говоря։ Եվ մենք Արաբիկներ հավարել կոմենտներում։ Եվ մենք ներկա պահին գնում ենք մեզ հետ է մեկ ֆուտբոլի թիմ Մեսին, Մբապեն գնում ենք պտտվելու գեղեցիկ վայրեր Շատ գեղեցիկ է սովորել են դինում։ Սա մեր հյուրանոցի reception-ն է Ես հիշում եմ, որ խոստացել եմ ձեզ, որ օրում տուր անեմ, այնպես որ անպայման կտեղադրեմ Կարում ես։ Դե բան եմ քշում իրես, չէ՞։ Մեկնոց մոտոր Ford Focus։ Մեկնոց է, մեկնոց, բայց տուրբո է, ես վանշակել եմ 3 Porsche-ին, մեկնոց EcoBoost-ը, մի 125 եվրո ոնց որ։ Այս Slavic-ն է, որ դուրս գալիս է ես էլ որ։ Հետարքիր ավտե է։ Իդեպ ասեմ Կիպրոսում այս ֆորմատի են ջամփեք, այսինքն մենք ցախ կողմով պետք է տանք ցախնա մեր ջամփեն պրոտիվ չի, էլի էս իստեղ հակառակա երթևեկությունը։ Լավ անջատեմ նավիգատոր միացնում, ձեզ կմիանանք ավելի ուշ։ Հասանք։ Պարքինգ ենք լինում, իջնենք, տեսնենք։ Այ սենց սիրուն տեղ ենք եկել։ Ուր ենք եկել, ասա։ Անունը էս կամրջի, որի վրա որ հիմա մենք կանգնած ենք, Love Bridge-ը, նույն ինքը սիրո կամուրջ։ Հեսա այն վերևից արդեն ձեր համար կնկարենք, որ պատկերացում ունենաք սենց, այդքան էլ չի զգացնում։ Բայց լավն է, ջուրը հելը մեր ջուր, արիստեղից ջուրը մետ նկարի, պտենան, մենք մակվից ելա կանարայս մարդստեղից թռներ, չէ, ասենք բարձությունից չվախտենար ու թռներ ջուրը։ Շատ մակվու ասը։ Մարդիկ կան չէ, բայց ոսից թռնեն։ Խորագործ է դեպանում։ Սոնակ որ վստահ լինեմ բանը, որ գլուխս ոչ մի բանի չեմ տա, ես էլ կթռնեմ։ Մի խոսքով ձեր սիրելի զույգը սիրո կամրջի վրա է։ Այո։ Ու սիրված։ Այո, պրոստը աշկերս ծատկացնում արեպը։ Հա, կա տենց բան։ Սա էլ սիրո կամուրջը այս կողմից։ Տուրիստները իհարկե նկարվում են, մի քիչ առաջ մենք էինք այնտեղ նկարվում։ Հիմա իրենք։ Շատ սիրուն է իրականում ամեն ինչ։ Շատ։ Ուրեմն երեկոյան գել էինք ստեղ։ Որ սիրուն զակատ էր ստեղից, բայց քիչ էր երևում։ Հիմա օրը ցերեկով ենք եկել ու բավականին հետաքրքիր է։ Լիք նավակներ, լոդեչկաներ, յախտաներ։ Ահագին բան կա։ Ծովն է նորմալ երևում, մի տարբերություն երեկվա։ Գնանք տեսնենք ինչ հետաքրքիր բան կա։ Կիպրոսը կարելի է գնալ, հա։ Որ ամ ծովն է ստեղ։ Ամփոսքի են կողում սարեր բան են։ Հանոր բան է, էլի որ ամեն ինչը ոնց որ մեկ լինի։ Այսքան է ճիշտ։ Այդտեղ ձկնորսներ կան, ովքեր որ երևի ձուկ են բռնում։ Երևի չի հաստատ։ Կարող փորձում են, բայց չեն կարողանում։ Ու տեսեք, այս չորնայա ժեմչուժնան, Պիրատի Կարիբսկого մորյայի։ Ну, վրան տենց է գրված, իհարկե դա չի, բայց շատ սիրունն է։ Շատ մեծ է, այս փուջոր լոդկայի հանդեպ ինքը ինչ մեծ է։ Հատիստայի համար էլ նկարեմ էլի։ Եկեղեցի ենք եկել։ Փուջուրիկ։ Բայց կարևորը եկեղեցի է։
Այս ոնց որ ափն է։ Իսկ այն է եկեղեցին, որ նոր ներսում էինք։ Շատ մանր պեսոկ է ու շատ պարզ ջուր։ Պտտվեցինք, հասանք համար արդեն ու մեր համար այսպես հյուրասիրություն են ուղարկել, ենթադրում եմ ծնունդիս հետ կապված, դե որովհետև իրենց մոտ երևում է ու մրգեր, շատ հաճելի է։ Սիրելի հետևորդներ, իրականում մենք արդեն գնացել ու նշել ենք իմ ծնունդը, ուղղակի ես իմ բնավորության համաձայն մոռացել եմ։ Շատ համով էր ամեն ինչ, համով ռեստորան էին գնացել ու իրականում ինձ շատ դուր եկավ, այսին չէ։ Քանի որ իմ ծնունդն էր ու հոբելյարը գոհա, ավտոմատ գոհա նաև Ես գիտեք, որ մարդկայնություն եմ, որ տնական հավեսով ախպեր սեղանը գցում ես, նորմալ նստում ես, որ հաց, պանիր, կանաչի է, բան ասենց ես ֆորմատ էլի, թիթիզ բաներիս իր արջան։ Շո, մենք հասանք, կհանդիպենք վաղը։ Բարի լույս, մենք արդեն դնում ենք Նախաճաշի։ Այսօր ձեզ մեր նախաճաշը ցույց կտամ ու հետո գնալու ենք նոր քաղաք, այնպես որ սպասեք։ Եվ այսպես սա մեր ռեստորանի տարածքն է, այստեղ ինչ-որ քաղցր բաներ են, ջեմ, մեղր և այլն, ընդեղ են կրուասաններ, ինչ-որ էլի համով բաներ ու այստեղ մեր նախաճաշի արդեն ասնավնոյ մենյուն է, սպես սարքում են տեղում, նայեք աղջիկներ ջան, պես, սա իմ ամուսինն է, մերսի, ես արդեն մի քանի բան հավաքել եմ, այստեղ տեղում էլի պատրաստում են ամեն ինչ, հացեր, այնտեղ տոստերով հացերն են, որ տաքացնեն։ Այս հատվածում արդեն օրինակ մրգերից բանան, քաղցր սիրողների համար նուտելլա ու այստեղ տակ-տակ փանքեյքներ են ոնց որ պատրաստում։ Այս հատվածում երշիկ են, պանիր, էլի մրգեր, կտրատված մրգեր, դե իհարկե, պետք է միրգ բանջարեղենի հատվածում լինեիր։ Այս սաղմոնով սալատը, որ կա երեք փորձել եմ, շատ համով էր, այսօր էլի կվերցնեմ հեսա իմ համար։ Եվ այստեղ էլի ոնց հասկանում եմ, ինչ-որ բիսկվիցիկներ, քաղցրիկներ են։ Այ այսպես, այսպիսի մենյու։ Այսպիսի տեսք ունի մայիսի ափսան, որովհետև ինքը ամբողջը արդեն կերել է, մինչդեռ ես գնացել էի ու կրեպ էի բերում մեզ համար, թեյեր բերեցի, վсё, հիմա սկսեցինք։ Այսօր համով էլի դե։ Հա? Դե լավ է, 3 մայիսի դուրը չէր եկել, այսօր հավանել եմ։ Ինչ ստանում։ Բան եմ մանգալի։ Գնացինք, այո։ ահա այսպիսի տեսք ունի Նիկոսիան, նույն ինքը Լևկոսիա քաղաքը։ Keep left. Շատ տարբերվում է, ինչ խոսք։ Այնապայից Ինձ էթային, պրոստը քանի որ դառնում ես սիրելիս, մենք էլի սխալ բանկ։ Սեք հազիվ է, պահ գետա, որ կարմիտա կանգնած ենք, ասցի նկարեմ։ Դե իհարկե։ Ավելի է ժանա բենզինը, նայ 1.308-ն է մի։ Անդե 1.400 քանիս էր։
Ինտրոններ էլի արդեն, սաղ փողով ավսյո, պարկինգ, մարկինգ են մեր այանապայի պես չի գյոզալ։ Չէ։ Ստեղ կանգնելու, դες ինչ վատ են կանգնես սաղ էտ էլ կասեն Հայաստանում են վատ կանգնում։ Մենք էլ սրա այս արանքը մի ձև կտեղավորվենք։ Եկեմ ստեյքով էլ ինչ ես նկարում։ Նկարում եմ, որ բոլորը տնեմ, որ ինձ նվեր ես արել։ Գնացինք։ Մոլում պտտվեցինք։ Մի քանի բան առանք։ Հիմա հաց ենք ուտում։ Արդեն գերել վերջացրել ենք էլի։ Ու շարժվենք գնանք տեսնենք այս քաղաքում ինչ հետաքրքիր ու սիրուն տեղեր կան։ Ուրեմն գնում ենք այն հատվածը, որտեղ որ Թուրքիայի կողմից օկուպացված Կիպրոսի տարածքն է։ Ստեղից կարող ենք բարձ տեսնել Թուրքիայի դրոշը։ Ինչա գրված, չեմ կարող հասկանալ։ Մենք կողը Թուրքիայի հատվածն է էլի։ Ինչ-որ շատ սիրուն սենց փողոցներով ենք անցնում, շատ հետաքրքիր է։ Նեղ, բուջուր, սարը, պապիներ են նստած կոֆե խմում բան, ինչ-որ վիճակներ է չես ժողում, լուր չեմ ժողում ուր ենք մենք ասենք, ինչա կատարվում ոբշե, ես փողոցը ոբշե նեղ։ Ալվեսա։ Եկանք գտանք Վինիցիանսկի ստենին, այ այնտեղ են ու հեսա կամերան կշրջեմ, այստեղ ցույց կտամ դիմացը։ Եկանք ստեղ մայիս ինչ գերշ նկարներ արեց, ինչքան ուժ ուներ, հիմա իսնում ենք նորից հետ գնենք։ Իա գեշ ասենք։ Ես կդնեմ ստեղ իմ նկարածը ու քո նկարածը, թող ժողովուրդը ասեն, գեշա թե չէ։ Ասենք, նայ, ես նկարում եմ նույն ձև խոսքի ոնց որ ինքը, իմ նկարածը իրա դուրը չի գա։ Արի հեսա կդնենք ստեղ թող ասեն, էլի։ Okay, ով է ճիշտ ով Այս չէ։ վերջի նկարածները կոպես եմ նկարել։ Չէ։ Տես չի։ Ես լուրջ չեմ ջոգում, ասենք, ուրեմն այդ բաբշե։ Այս էլ ոնց որ այդ պատի շարունակությունն է։ Չէ, ես ինձ այդ պատն է, այն մեկը ոնց որ սխալ էինք գնացել։ Սխալ տեղ եմ նկարվել հիմա ուզում ես ասես։ Ոնց որ թե հա։ Вот это пат։ Սա ասում է ախր կանաչ ինչ որ տարած կար այդ պատի դեմը, այն պատի դեմը կանաչ տարած չկա։ Հա։ Այս նման էր բեսամ տես պատի։ Եկանք, ես էլ տեսանք, պրինցիպի ստեղ ինչ կար սաղ տեսանք, չէ։ Ոնց որ թե հա։ Ինչ վաբշե առասրակ կար սաղ նայել ենք։ Թուրքիայի Կիպրոսի հատված տեսանք, այդ բաները տեսանք, այդ չգիտեմ ինչ քարերով մայրով փակած որ խոսքի չանցնեն են հատված մարդիկ։ Այս պատը տեսանք։ Ասում ես մեծ դեպի ձախ պատն է։ Գնանք դե մի հատ ուրիշ պատը պատնենք։ Գնանք պատնայելու։ Չեմ հիշում եմ պատը էս մի կողմի վրա է, թե էս։ Ծախ։ Ստեղ է, այստեղ։ Հա։ Այնա դե ոնց։ Էս էլ ուրա, հա, էս էլ են մի պատը։ Որ չեմ հիշում անունը։ Անդը մեջն էլ դե Տեղ կա ոնց որ մտնելու։ Էս փակ է։ Այ գիտես տեսար պատում։ Հա։ Հետաքրքիր է։ Ոպրիտոմ էս ամենաբոցը գիտեք որն է, էս ամեն ինչի մեջ ժողովուրդ։ Մենք նավիգատորով չգտանք այս տեղերը։ Վերջ շատ հավես որ անցկացրեցինք։ Ավարտվեց մի պատմություն, ու դարձավ հիշողություն։ Այո։ Կատարեցինք գնումներ, սնվեցինք, լիքը հետաքրքիր տեղեր տեսանք, իսկ հիմա վերադառնում ենք Այանապա։ Մտնենք լառնակայով նոր Այանապա։ Ոչ։ 2 hours later. Որոշեցինք մտնենք Լառնակա, Starbucks-ից սուրճ վերցնենք։
Որոշեցի, Հա։ որոշեցի, համոզեցի կոնկրետ։ Կյանքս խես ծախմատնու եթե էլի պետք է գնայի։ Այդտեղ չկա։ Արնակայի փողոցները։ Հիմնականում պլյուս-մինուս սա նման են իրար։ Հա։ Բայց դե ստեղ էլ ոչ չի։ Ладно, давай по-твоему поедем. Давай։ Развернитесь. Ուտուց։ Չգիտեմ ոնց է տենց ստացվել, բայց այս հատվածում ինձ շատ են սիրում։ Բարի լույս սիրելի հետևորդներ, այսօր ես միայնակ եմ եկել հաց ուտելու, որովհետև այսը չցանկացավ նախաճաշել։ Այսպիսի սկրոմնի завтрак ունեմ ես, հիմնականում մեծ մասը սալատներ են, ծվածեղ, վարունգ, այստեղ տապակած բիբարա ու հացի փոքրիկ կտոր։ Ինձ բարի ախորժակ։ Այսօր որոշել ենք ոչ մի տեղ ասոբը չգնանք, որովհետև ուզում ենք հանգստանանք, վայելենք հյուրանոցը, գնանք բասեին, լողանք, այդպես։ Այսօր եղանակը ուղղակի հրաշալի է, այնպես որ անգամ շոքում ենք, ու այստեղ սպորտսմենները մտնում են լողալու ծովում։ Այ այնքան հավես է, երբ որ ծովի ափին է հենց լինում հյուրանոցը, շատ եմ սիրում։ Ափսոս մենք մրսկանենք ու չենք մտնի լողալու։ Что расскажешь? Վերջապես որոշել ենք գնանք լողա։ Լողա։ Պես դուրս են գալիս դրսի բասեինները, որոնք շատ սառն են վստահ եմ, թե չէ այս մարդիկ սա հիմա կանում կլինեին, ջրի մեջ կլինեին, բայց մենք չենք օգտվի դրսի բասեինից և կգնանք ներսի բասեին։ Այո, տես ստեղ ինչքան մարդ կա, հիմա մի հատ փորձում ենք ջրի ջերմաստիճանը շատ տաք է, ընտիր է ուղղակի։ Իսկ դու լավ մտածի, հաստատ չես մտնում։ Փոշմանելու է սիրելիս։ Շատ մեծ է իրականում, սենց բավականին մեծ է բասեինը։ Ես կգամ ստեղ ազատ իմ համար մենակս կլողամ։ Всё, կմիանանք ավելի ուշ ձեզ։ Խոսում եմ իմ համար, ինչ է ուզում։ Լողում է իր համար, բա ինչ պիտի անի։ Ես քանի որ նոր եմ օպերացիա եղել, այտենց չեմ կարող լողամ, ինքը լողում է, ես չէ։ Երնեք իրան եմ, որ լուրջ եմ ասում։ Սենց ասեմ, եթե գիտեք պետք է գնաք հանգստի, օպերացիա եղեք։ Ակա ասմա չի լսվում, ասենք լնայիք ուր է, էլի ինքն է խոսքի։ Այսօր եղանակը այնքան լավն է, որ արև, ուղղակի բոլորը պարկած այրևայրուք են ընդունում։ Շատ տաք է, ոնց որ ամառ լինի։ Ես էլ հետ չեմ մնում։ Ես մտածում եմ ինչ են մարդիկ ինձ տարօրինակ նայում, իմ դեմքը այդ ընթացքում շատ խնդալու է։ Գնում ենք հաց ուտելու։ Մայիսը մրսում է։
Իսկ թվում է այնքան է զագարի ընթացքում արևը մտավ մեջս, որ հիմա ցուրտ չեմ զգում պրոստը։ Գնանք համով սնվենք։ Վատը այն է այս սեզոնի, որ լիքը համով տեղեր ուղղակի փակ են, որովհետև իմ հետևորդներից լիքը մարդիկ, լիքը ռեստորաններ են խորհուրդ տալիս, գնում ենք ու տեսնում ենք, որ այդ տեղերը ուղղակի փակ են ու ստիպված պետքա սնվենք այն տեղերում, որտեղ որ բաց է։ Սա մեր հյուրանոցի ամենամոտ ռեստորանն է։ Եկեք ձեզ այս տեղի արժեքներն էլ մի անգամից ցույց տամ։ Եթե ինչ կարող եք մտնել կուրսը նայել, բազմապատկել մեր հայկական դրամի կուրսով ու կհասկանաք ինչը ինչքան արժի։ Ասենց ասեմ, հիմնականում մեր Հայաստանի գներն են պլյուս մինուս։ Մի քիչ թանկ։ Նայած որ կաֆեներում, ասես ասեմ, օրինակ Կասկադի կաֆեների հետ համեմատած կամ Հյուսիսայինի նույն գներն են հիմնականում։ Դեսերտների արժեքը, ահա, խնդրեմ, 6 եվրոն ինչքան էր անում, 2400 դրամի կարգի, դա սորական մեր ընդեղի դեսերտների գինը, սա էլ ըմպելիքների արժեքները, շատ հոգատար են այստեղ, տեսան որ մրսում ենք եկան ու փակեցին այսպես, որ Բանի կայքը գիտես, որ քամի չլինի, տարիքով մարդիկ են, նստաբավություն սա իրենց ռեստորանը լինի ինչ-որպես մի 100 տարի խոսքի, ինչ-որ ատմոսվերա կա ուշում ստեղ, չգիտեմ, դուրս գալիս է բեսան, նես ջիգերով են, բան սենց հավեսով ոնց որ իրենց գործան են, էլի, տենց իլայի չեն վերաբերում։ Քանի որ մեր վերջին օրն է այսօր Լառնակայում, Այանապայում կներեք, վաղը գնում ենք արդեն Լառնակա ու մնացած քաղաքներն ու գյուղը։ Մի քիչ տխուր ենք, մանավանդ մայիսը, մի քիչ տխուր է, բայց չգիտեմ, մենք ճիշտն ասած 5 օրով ենք եկել, ուղղակի մտածեցինք, որ զուտ որ ծով չեն կարողանալու մտնել, իմաստ չկա երկար մնալու, բայց հիմա հասկանում եմ, որ կարելի էր շուտակի։ Այս ռեստորանը ասում դες ինչ մտքի է ինձ վերում, ոնց որ կինոյի մեջից ինչ որ տեղ լինի այդպես։ Հետարքի կա իր սենց որ թեթև ոնց որ կինո լինի դեպի դրան վրա չեմ բան այլի, չեմ ուզում ստեղից այդ համից որ սենց ուզում պրոստը հանգիստ անդարդ անցավ սենց ապրես էլի ստե։ Գիտես որ հեսա գալուս Հայաստանում էլի այդ պրոբլեմների մեջ բան ժանոս որսում ստեղ ճանճտում է մի քիչ բայց Մեր պատվերները բերեցին, այս պատվիրելա կարբոնարա, իրանց կարբոնարան սնկովա դրա համար ես պատվիրեցի ինչ-որ սովորական հյութ, ես միլքշեյք եմ պատվիրել ու ծովամթերքով պաստա, հա, իդեպ նա իմը բանա Սկարամ պոկեմ ուտամ Դեմ ասում եմ, շատ լավն է Всё, մեզ բարի ախորժակ Սենց հյուրասիրություն բերեցին իրանց կողմից ու հեսա ասեցին, որ բանը հաշիվը կմոտեցնեն գիտես ինչա կյանք Շատ եմ սիրում Պոպուկի մուրաբայա Պոպուկի մուրաբայա Բայց մենակ Իրանով հենց փակած չի, որովհետև ուրիշ բաների համ է գալիս Ինչքան բռնեց 31 եվրո Շատ կայֆ է, շատ իդեալական գինա, այն օրվա ռեստորանի հանում է Որովհետև այն օրը բռնել է 80 Չեմ հիշում արդեն Չէ, 71 75 75 Հա դե 3.5 ժայվորի հաշվան Շատ լավն է շատ դզեց ինձ տեն Յորդեմ ասում մի քիչ շուտ եք, այն առաջին օրը որ խոսքի եկածել էինք ստե, մենք ստե ամեն օր հաց կուտեինք Խոսքի նայ, ետում ես ասենք Մակդոնալդս, ուտում ես մոտ մի 15 եվրոյի
Սենց տեղերում պլյուս մինուս մի 30 եվրո է լինում, դե ավելի թանկանոցները դե իհարկե։ Հիմա նա եթե խոսքի հոգնում ես օրինակ համար Մակդոնալդսներից, որ ստեղ օրինակ իդեալական է, դա շատ համով էր, ինձ դվեց սա ատմոսֆերայով, ամեն ինչ դվեց։ Պես որ իմացեք միջինում ինչքան գումար նախատեսեք։ Պրոստը տակ բերեցին ուտելիքից հետո քասը ուզում ուտի քասել, તો միշտ։ Ակրոպոլիս ռեստորանին դնում ենք Ես 10-ից 10։ ու կանգնած սպասում եմ մեռնում։ Ու կանգնած սպասում եմ։ Գնացինք։ Ես ապեսին էի ուզում ուտեի։ Գնում ենք մի հատ շատ սիրուն տեղ, ու սենց ճանապարհին հանդիպեցինք։ Սենց արձանիկներով տեղը, չեմ հասկանում ճիշտ ասած ինքը ինչա, բայց որ շատ սիրուն է այդ հաստատը։ Ոնց դասում լսեցնա ասենք, մանդարիններ են աճում ծառների վրա ասենք։ Ոսի։ Կարաս կանգնես, պրոստը քաղես ուտես ասենք մանդարինը։ Թվում է չես կարա պրոստը քաղես ուտես։ Որ շատ ուզես կարաս, բայց ասենք լսեցնա խոսքի։ Շատ սարանը, բանը, սպորտը, շատ ուժեղ է պրոստը ամեն ինչ։ Красиво для глаз։ Ես даже որ տուն խոսքից դեռ որ օրինակ ունենայի, կուզեի այն դե խոսքի լիներ իմ տունը, որ սիրուն, նայ։ Ծովի մոտ չէ, էլի ջոգի սենց։ Տեսարանով։ Շատ է բրավակի։ Ծովին բավականի մոտիկ է, այդ սիրուն տեղը։ Արդեն ցրտոտ է, սենց քամի է, դրա համար երկար թև հագամ, որ չմրսեմ։ Քայլում ենք հիմա, այնտեղ պարքինգ կար կանգնեցինք ու այս մասը արդեն պետքա ոտքով քայլենք։ Այսպես ենթադրում եմ, որ այն մասերում է, արդեն ստեղից երևում է, օ, ինչքան սիրուն է։ Այս ինչ գեղեցկություն է, շատ սիրուն է։ Ես ուզում եմ, որ ովքեր ներկապային նայում են այս վլոգը, եթե իհարկե ցանկություն ունեք, թող ձեր ցանկությունը կատարվի ու գաք այս տեսարանը ուղղակի ձեր աչքով տեսնեք։ Շատ գեղեցիկ է։ Տեսնում եք, այնտեղ մարդիկ կան։ Հիմա մենք էլ գնալու ենք այնտեղ։ Давай։ Ասմա քանթիները կիփոսում են քանթիրել են։ Իրականը, սենց ինչ-որ։ Սաստակ։ Բայց լավ, այդքան էլ շատ չի իրականում, ոնց կարող լիներ։ Շատ չի, բայց ասենք մեկա։ Չի կանգսի չի, որ մարդիկ Դա շատ քիչ է տեղը։ Դե հիմա որ սենց հերթով գնում են, ասենք չի հասնի մեզ։ Ներքևից այս տեսարանն է բացվում ու անկեղծ շատ սիրուն է, շատ։ Առաջարկեցի մայիսին, որ գանք Love Bridge, նույն ինքը սիրո կամուրջի մոտ մայրամուտ դիմավորենք, բայց այնպիսի մուկ համպեր են, որ այդքան է լավ չի երևում մայրամուտը, ամենայն դեպս շատ սիրուն է իմ համար։ Մեր հյուրանոցի ռեսեպշնում ուղղակի ամեն
երեկո այս ժամերին ինչ որ մեկը երգում է պարտադիր ու նվագում։ Իսկ ոնց որ են Եգիպտոսում որ համերգ է լինում է, Հա։ դեռ պրոստը ռեսեպշնում։ Մայիսը ինձ բերել է սուշի ուտելու, ավելի շուտ։ Խսկերով Ես եմ ասում։ սուշի։ Հիմա պատվերը արեցինք, սպասում ենք։ Իհարկե որ բերեն ձեզ ցույց կտանք, կկիսվենք։ Արժեքների մասով էլ կկիսվենք։ Բայց դա թանկ է սուշին։ Հայաստանում ավելի էժան է սուշի։ Պրոստը Հայաստանում վերջին պատվիրում ես, պատվիրովիները էժան են, բայց որ գնաս ռեստորան, ես նույն գներն է։ Հավատամ։ Նույն ռեստորաններից չես պատվիրում։ Չէ։ Առաքման տեղերից ես դու պատվիրում։ Հիմնականում։ Խոսքով սենց շատ cute ինչ-որ տեղ է։ Դու ես մոնտաժելու։ Դու ես մոնտաժելու։ Այո։ Ոչմ եթե այս վլոգի մեջ շատ բաներ չեղան, իմացեք Մոնիկան է մեղավոր առաջինը։ Եկես տեսած հետաքրքիր բաներ կա, որ սաղ գները դրսում գրած է, էլի մենյուները բան։ Իսկ դու կարաս փողոցով քայլես, նայես, եթե քեզ դուր է գալի գինը կամ տեսքը, չգիտեմ ինչ որ ուտելու ես։ Նոր կարաս մտնես ներս։ Դի կայֆ է։ Սիրած։ Պատվերը բերեցին։ Եվ հիմա մենք կփորձարկենք այստեղի սուշիները։ Նայեցինք։ Անալի օտա մի քիչ։ Ճապախպեղ է հարկավոր։ Մի տենց իլլային կարի ասենք։ Այստեղը գցեց։ Ձա։ Մեր մոտ ոնց է ընդունված վասաբին, սենց լիքը լցնում են, չէ։ Սենց ինչ-որ նախշ են անում բան։ Հետո մարդիկ մեծ սենց պալիչկա վերցնում մի ծկը, ուտեն թե չուտեն, էդ է 1000-ից մեկ։ Ուստեղ վասաբի քանակ խնդրում, ձեռք չի տվել ոչ մեկ, եթե ինչ, այսքան են դնում։ Ու խելացի են վարվում, ինչի կորուստ տալ, եթե կարելի է այսքան դնել, որտեղ մարդիկ այսքանից ավել հաստատ չեն ուտում։ Եվ այսպես, քանի որ շատերին հետաքրքրում է նաև արժեքները, այստեղ թողնեմ արժեքը, համարյա 25 եվրո, պլյուս չայվո էլ ենք թողել, սենց էլի պատկերացրիք։ Բարի լույս բոլորին, մենք մոտ 1 ժամից չեքաուտ ենք լինում հյուրանոցից ու նապասլիետեք որոշել եմ այսպիսի մասկա դնեմ դեմքիս։ Սկզբի համար կապում ենք հոզերը։ Չոք ասա, եթե ինչ։ Ոնց որ չգիտեմ ինչ լինեմ։ Բացվենք։ Ես իդեպ չորանում եմ միայն անձեռոցիկներով մաքուր կամ թեկուզ սրբիչով, բայց չօգտագործված դեմքի վսպանյաներից խուսափելու համար։ Երբ որ նույն սրբիչով մաքրում եք ձեր ձեռքերը կամ մարմնի ինչ-որ ուրիշ հատվածներ, հետո դա դեմքին եք քսում, լավ չի լինում վերջը, հենց որ ձեզ էլ եմ խորհուրդ տալիս։ Սենց շատ հարմար կտրվածքներ են արված, որպեսզի քիփ կպցնենք, որ սենց լինում են դիմակներ, որ սենց կոնկրետ մեծ են լինում դեմքին։ Սա երևի հենց արված է նրա համար, որ խուսափեն այդ խնդրից։ Վերջի ես գնացի մեր ճամպրուկի մնացած իրերը դասավորեմ, հիմնական մասը 3 ենք դասավորել, մի քանի նվերներ ենք երեք գնել, դրանք պետք է տեղավորեմ ու արդեն գնանք։ Okay, մենք դուրս ենք գալիս արդեն հյուրանոցից, կներեք, որ վերջի պահին եմ անում ռումտուրը, բայց ուղղակի մոռացել եմ անել։ Եկեք սկսենք լոգարանից, հա։ Այստեղ ունենք 2 հատ լվացարան, շատ հարմար են։ Տուալետ, նա ցույց տուր այս հատվածը։ Տեսնում եք, այստեղ Այսա մի հատ բան է,
Աբրակադաբրա բերանենք նոր։ Abracadabra. Opelja. Yes, ma'am? Okay, thanks. Հա, ասում էին վերջացրել եք։ Всё, ստարից ավարտեցինք։ Այո։ Ամի խոսքով այս հայերին ինչ-որ շատ վերջն է, շատ ենք հավանել, որ համ լինում է իրան նենց անել, որ չերևա ներսում չեն կատարվում, համ երևա։ Այստեղ շատ հարմար, սենց կրավատ էր, մի քիչ թափրտված է, որովհետև նոր ենք հարմացել, բայց խնդրում եմ աչք փակել այդ փաստի վրա։ Հայելին, հեռուստացույցը, նստել տեղ, լիք ստեղ շկաֆչիկներ, որ կարող եք օգտագործել, փոքրիկ սառնարաններ ունեինք, ավելի շուտ։ Ու խնդրեմ, դուրս են գալիս պատշգամբից շատ սիրուն տեսարանա բացվում դեպի ծով ու բասեիններ մեր հյուրանոցի։ Չգիտեմ ինչ ասեմ, շատ ենք հավանել հյուրանոցը։ Իրականում իրանց շատ լավն է։ Ուզում ենք մի անգամ է սեզոնին գանք այստեղ, որ այս բարիքների։ Այստեղ բասեիններն են, այն ներսում բանն են։ Տակասվող բասեինը ներսի։ Այնտեղից կադրերը դե արդեն տեսել եք, միած սպորտզալը երևի ցույց տանք ժողովրդին։ Սպորտզալն էլ այնտեղ այն մի կողմն է սպորտզալն է։ Այնտեղ կադրում, որ ինձ Սպորտզալը այն մի կողմն է։ Պուճուրիկ սպորտզալ է շատ կոկիկ ու հավես։ Մի խոսքով ամեն ինչ կա ինչ որ անհրաժեշտ է, ծովն էլ մոտիկ, միանշանակ խորհուրդ ենք տալիս, հյուրանոցի անունը ինչ որտեղ կթողնեմ, չգիտեմ որտեղ, բայց անպայման կտեսնեք, որովհետև շատ են հարցեր Instagram-ում։ Ոչ, այսքանը։ Մեզ բարի ճանապարհ, դեռ շարունակում ենք վլոգը, որովհետև այսօր Գնում ենք Պաֆոս, հետո մի հատ գյուղ, ունենք լիքը։ Ինչքան նստեց մեր վրա մեր հանգիստը, բայց ես վերջում պետք է աղրկոզանք այսօր ցելի օրը դեմներս է։ Եվ այսպես մոտավորապես 50,000 դրամի կարգի կազմել է մեր տոմսերը երկկողմանի երկու հոգու համար։ Հյուրանոցի համար 4 օրը նախաճաշով վճարել ենք մոտ 150,000-ի կարգի։ Վիզան Մենք 5 օր ենք ստեղ։ Հա։ Վերջին օրը հյուրանոց չենք վերցրել, որովհետև մենք գնում ենք ուրիշ քաղաք, ընդդեղից է պերյամոտ գնանք այրոպորտ էլ իմաստ չուներ էլի մնալը։ Վիզաների համար, վիզաների աջակցման համար ամեն մեկս 17,000 դրամ անստել ու պլյուս հենց վիզայի գումար էլի ամեն մեկը 17,000 Մենք 68,000 տվել ենք, որ վիզա եւ աջակցություն լինի։ Երբ տեսնում ես Արարատ բառը Կիպրոսում շատ հաճելի է, ինչ խոսք Դուք պրոստը չեք պատկերացնի ինչ կարգի խցանում է այստեղ Այս նիմացից ոնց որ եկող ճանապարհին երևի արդեն մի քանի կիլոմետր խցանում է, նայեք սենց Ոստը նոր պայմեցի, որ կարող եմ ցույց տալ ձեզ Իսկանը մենք ոնց ենք տալիս պրոկով։ Եթե ինչ մենք աուրտաս էթում ենք հիմա, այս պրոկեն վերջ չունենք։ Անցնում ենք ինչ-որ հետաքրքիր քաղաքի կողքով Քանի որ մայիսը առավոտյան չէր եկել նախաճաշի, ինքը ինչպես միշտ սոված է ու իր սիրտը Մակդոնալդս էր ուզում։ Որոշեցինք դրսում նստենք։ Ահա մայիսի պատվերը։ Просто извините. Чё? Я создатарка. Ужас.
Այդ չիկեն բուրգերը վերցնեմ։ Ունում ջեգելով ավելի շատ է կան իմը որ։ Հա, չէ։ Որտեղ որ փոճորն ես վերցրել, այն ամենը։ Բարի ախորժակ։ Եկել ենք մի այդտեղ, որտեղ այս Պաֆոս քաղաքում շատ լավ պեսո կա ու թափանցիկ, շատ մաքուր ափով ջուր։ Ոնց տեսնում լիքը տուրիստներ կան այստեղ։ Այնպես որ կարծում եմ, որ իրոք այդպես է։ Հիմա գնանք ու տեսնենք։ Պեսոկը իրոք շատ մանր է։ Ասենք վերջն է։ Մոտիկան ենք ջրին։ Ոնց տեսնում եք ջուրն էլ է իդեալական։ Անցիկ, մաքուր։ Եթե ձեզ թվում է, որ ստեղ մարդիկ չեն լողանում, ապա ասեմ, որ սխալվում եք։ Հիմա մի հատ էլի շատ հետաքրքիր տեղ ենք եկել։ Անունը կարող եք կարդալ այսպես։ Ու գնանք տեսնենք ներսում ինչ կա։ Պետք է որ շատ հետաքրքիր լինի ու կոնկրետ հնություն։ Եվ այսպես մուտքավճարը 4.5 եվրո է, երկուսիս համար վճարեցինք 9 եվրո և հիմա ներս ենք մտնում։ Ահա այսպիսի տեղ եկանք մենք։ Ինչ-որ նկարիչն է կարում է։ Սիրելի սենց պետք է անցնենք։ Այս ասա քո կարծիքը։ Կարծիքը պրոստը եթե խոսքի գալիս է Կիպրոս սրա համար, այս ամեն ինչի համար, կարող է Գառնոտ Աճար։ Եթե Գառնոտ Աճար, որտեղ ավելի մոտիկով ավելի էժան կնստվեն։ Այս նա ծովին սիրուն տեսրան աստեղից բացվում ասենք։ Լավ, ընդեղ է սարերն են սիրուն բացվում մարդենք։ Ախպեր հասկացանք Գառնեցի է, Սպարտադիս չի ամենտեղ։ Ընդհանուր տարածքը ձեզ ցույց տա։ Ապես ոնցով տերը լինի։ Նատ։ Տիտիկը ոնց որ չկարանա թռնի։ Կարացավ։ Հակառակ գնաց։ Պայքար մեկում նայգրած գալի։ Սպակա պրոստո դիաշ գալի։ Մինչ այդ մենք եկել ենք այս մայակի մոտ, որովհետև մայիսը ուզում էր գնար իրան մոտիկից կպներ։ Այն GTA կա է, խաղ։ Դրա մեջ կասեց մայակն։ Իսկականը չի, իսկականը եթե ճիշտ եմ հիշում Մայամիում է, բայց Մայամիում կհասնենք։ Մաղթ։ Սպասգամ նկարեմ ոնց ես մտնում։ Այս հատվածը ոնց որ Հունաստանից կամ Իտալիայից լինի, անկեղծ շատ նման է։ Ճիշտ այնտեղ մենք չենք եղել, բայց նկարները որ տեսել ենք շատ նման է։ Ասեք, բարձրանանք։ Բավականին հետաքրքիր էր, բայց մենք
Գնացինք, որովհետև ուշանում ենք։ Կարող ես։ Գնանք հələ գյուղ ունենք մտնելու։ Այն գյուղը պետք է որ շատ ատմոսֆերն լինի։ Գնանք այդ գյուղ։ Եվ այսպես եթերում է Մոնիկան։ Այո, այս տարածքի մեր վերջին լոկացիան այս շինությունն է։ Նավերի մի հատ ցույց տալիս նավերը։ Բավականին հատվածը։ Սաղ ռեստորաններ են։ Համով հոտեր է գալիս։ Всё, зарядка չունեմ, зарядки դնեմ ու շարունակենք, գնացինք։ Սենց սիրուն զակատի ներքո գնում ենք մյուս գյուղ։ Մամա թող չհասնենք դեր։ Ես հավատում եմ քո ուժերին, սիրելիս։ Մենք հասել ենք Լևկարա գյուղ։ Ձև չունես դու մեծ ավտո ունենալու ասենք։ Սեսնա երո։ Խնդրում եմ, ես ինչ փոճոր ուլուչկաներ են, որ փակի հայլիները։ Շատ քիփ եմ որ ավեջը։ Կմերնես վեճակավեսա։ Հելա։ Սենց գնա։ Սենց Դեմ հենց մի հատ ինձ ստեղ կնկարես կյանքս։ Այստեղ կանգնեմ նկարի էլի ֆոտո արա։ Մի խոսքով շատ սիրուն գյուղ է ինքը։ Ափսոս մենք մթով հասանք, բայց մի հատ սենց նայեք։ Մի ասենք, ես չէի դրճով չէի պատկերացնում որ էս կարքի է։ Հաստատ թե չէ Պաֆոսում այդքան չէինք մնա, ինչքան ստեղ։ Ոտ խնդրում եմ հետևում նայեք։ Սիրուն է։ Շատ սիրուն է, ամեն ինչն է սիրուն ուղղակի։ Կյանք բոլը մի նկարի սիրտս։ Չի սովորում այս մարդը, չի սովորում, ժողովուրդ չգիտեմ էլ ինչ անեմ։ Սենց իշնենք։ Այդ նկարի ինձ մի հատ ամեն քայլափոխից ուլուչկայա որ բացվում է։ Շատ սիրուն է։ Շնչներս կտրվում է, որովհետև արագ ենք քայլում։ Գնացինք, շարունակեցինք մեր ճանապարհը։ Սենց այդ երկիր կաֆեներ կա։ Ասեք որ ատմոսֆերնի այս կաֆեն են որ շատ ինչ-որ ունեի մեջի վիճակ է էլի։ Այդ կանգնի քեզ սիրուն նկարեմ ստեղ։ Վայ, ես պատկերացնում ցերեկը ստեղից ինչքան սիրուն տեսարան կբացվեր, բայց հիմա էլ նենց ոչինչ լավ։ Ասենք հաջողություն Լևկարային, բայց հուսանք էլի կվերադառնանք ստեղ ցերեկով ու կվայելենք, չէ՞ մայիս։ Պանո Լևկարա, հիշեք, եթե գալիս եք ստեղ, եկեք պարտադիր։ Լույսը չկա չէ՞ ստեղ։ Ու մանակ եք ստեղ։ In 300 meters, turn right. Լավ կլինի ցերեկով գաք։ Արդեն հասանք Լառնակա, ինչ-որ էլի սիրուն պատեր են։ Զգացիք ես ընթացքում ինչքան պատ տեսանք, այն որ կոնկրետ եկել էինք Կիպրոս պատեր տեսնելու։ Կարևոր է իրանք ինչ-որ պատմություն ունեն։ Roundabout, take the third exit. Ոնց ուզես մեկան այնտեղից գնալ։ Որոշեցինք գանք մոլ։ Իմ աչքը մնացել էր այնտեղ Ստրադիվարիուսի ոդի վրա, մի հատ ուրիշ մոլում։ Ասի գանք, գոնե այդ վերցնեմ եւ այլն։ Իտոգում բոլոր խանութները աբսոլյուտն է, որ sense նայեք, ամբողջը փակ են, մի հատ ֆրայզ։ Մեկ հացուտելու տեղերն է բաց ու ինչ-որ կոֆե խմելու տեղեր ու վсё։ Վրոդի ժամը մինչև 10-ն է գրած որ բաց է մոլը, բայց ժամը 8-ից փակում են ոնց որ։ Քանի որ մենք եկել հասել ենք մոլ, եթե ինչ անել, գոնե հաց ուտել ենք։ Ոնց ասել էի, եկանք հաց ուտելու, ես իմ համար ֆալաֆելով սենց բրդուճ եմ վերցրել, մայիսը ինչ-որ հեսա ցույց տամ։ Հունական ինչ էր անունը, crunch wrap-ա վերցրել,
Փորձի մի հատ։ Ստումա համով կլինի շատ։ Հա? Իսկ հիմա համով չի։ Եթե դուք դեռ ամուսնացած չեք, ապա ընտրեք ձեր համար նենց ամուսին, որ ձեր անհամ բրդուճի կվերցնի իրեն ու իր համովը կտա ձեզ։ Անհամն է մեղմ աստած։ Եկել ենք ավտոն հանձնելու 5 օրով էին գոշում ավտոն վերցրել, բռնել էր մոտավորապես մի 40 քանի հազար դրամ, պլյուս մենք ստրախովկայի էինք վերցրել, ոնց որ համ կարակ վերցնենք, համ չէ, մի 30,000-ի կարգի էդի էր բռնել, պլյուս 800 եվրոյի կարգի դեպոզիտ թողեց ստեղ ավտոն վերցնելուց, հանձնելուց հետո հետանստում նորից կարգին, պլյուս բենզինի խնդիր կարի դիկուն, չոր գիշերները ստեղ մարդիկ չեն աշխատում։ Всё, գնացինք։ Ինքնաթիռ։ Վերջ մենք բարեհաջող տեղ ենք հասել, հուսով ենք հավանեցիք մեր Կիպրոսի վլոգը, բավականին սենց լի էր։ Զում եմ առողջ վառեսերից, շատ վատն ես ենք, շկամ պրոստի ես հիմա, ասագևեք, լայք եմ դրեք, սենց ուրախ զվարդ եղեք միշտ։ Եվ եթե խղճում եք մայիսին, ապա գրեք մեկնաբանություններում։